Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա սերիան անկասկած ամենատխուրն ու հոգեմաշն էր սերիալի ողջ պատմության ընթացքում։ Էկրաններից այն կողմ հորդող արցունքներն ու անելանելի ողբը ստիպեցին մեզ բոլորիս ապրել հերոսների ցավն ու հասկանալ, որ որոշ ընտանիքներում վերջնականապես մեռել է գթասրտությունն ու մարդկայնությունը։ Լեան, ով մինչ այս պահը հերոսաբար փորձում էր խաղաղություն պահպանել, վերջնականապես կոտրվում է։ Նա այլևս իզորու չէ դիմանալ սեփական ընտանիքի կողմից գործադրվող անմարդկային հոգեբանական ճնշմանը, անվերջ արգելքներին և ստորացուցիչ վիրավորանքներին։ Հոգեկան ծանր ապրումների մեջ նա կայացնում է իր կյանքի ամենադժվար որոշումը՝ ընդմիշտ հեռանալ հայրական տանից։ Երբ Լեան այդ մասին հայտնում է ծնողներին, ակնկալելով գոնե մի կաթիլ մայրական կամ հայրական ցավ, բախվում է սառցե պատի։ Հունանը ոչ միայն չի փորձում կանգնեցնել կամ հանգստացնել իր արյունակից աղջկան, այլև ցինիկաբար պատասխանում է, որ ճանապարհը բաց է, նա կարող է գնալ ուր ուզում է, իսկ Իննան պարզապես լուռ է։ Նրա լռությունն ավելի ցավոտ ու խոցող է, քան ցանկացած բառ։ Լեան, հասկանալով, որ այս տանն իրեն ոչ ոք իրականում չի սիրում, վերցնում է իրերն ու հեռանում։ Բայց դրան դիմաց նրան սպասում է ևս մեկ ծանր հանդիպում։ Ճիշտ այդ պահին հայտնվում է Գրիշոն, ով չդիմանալով թաքնված լինելու վախին ու մղձավանջին, որոշել է վերադառնալ տուն։ Տեսնելով եղբորը, Լեան չի զսպում իրեն ու ցավով շպրտում է նրա դեմքին ողջ ճշմարտությունը։ Հենց նրա, Գրիշոյի մարդասպան ու հանցագործ արարքների պատճառով վերջնականապես փչացավ իր ճակատագիրը։ Այդ պահին վերևից իջնում են ծնողները։ Եվ այստեղ մենք ականատես ենք լինում Հունանի բացարձակ հրեշավոր ու կույր պահվածքին։ Նա նույնիսկ աչքի պոչով ուշադրություն չի դարձնում իր դստեր անհավասարակշիռ արցունքոտ վիճակին, ով այդպես կոտրված լքում է տունը։ Փոխարենը Հունանը վազում է դեպի իր մարդասպան որդին ու սկսում գուրգուրել նրան, իմանալով միայն նրա որպիսությունը։ Պատկերացնում եք այս աբսուրդը, ուրեմն Գրիշոն դաժանաբար կրակում է Դավիթի գլխին, բայց Հունանի հիվանդագին տրամաբանությամբ այս աշխարհում մեղավոր են բոլորը, բացի իր հանցագործ որդուց։ Սա արդեն վերջն է։ Իսկ մեր երիտասարդների սերն ու ճակատագիրը կարծես թե վերջնականապես կործանվում են։ Նախքան տուն վերադառնալը Գրիշոն միամիտ հույսեր փայփայելով զանգահարել էր Մանանին, նրան գոնե մեկ անգամ տեսնելու ակնկալիքով։ Սակայն Մանանը վերջապես ցուցաբերում է իսկական արժանապատվություն և Գրիշոյին պարզապես ուղարկում է գրողի ծոցը։ Ցավոք նույնքան դաժան է վարվում նաև Լեոն Լեայի հետ։ Չկարողանալով հաղթահարել արյան, վրեժի ու եղբոր ծանր վիճակի պատնեշը, Լեոն իր սիրելի Լեային նույնպես ուղարկում է գրողի ծոցը, կոպտորեն հայտարարելով, որ այլևս երբեք չի ցանկանում նրա հետ որևէ կապ ունենալ։ Երկու մեծ, անմեղ սեր, որոնք անարդարացիորեն զոհ գնացին ծնողների արյունոտ մեղքերին։ Մինչ երիտասարդները տառապում են, Դավիթ պապիկը փորձում է գտնել օրինական արդարություն։ Նա գնում է ոստիկանություն և պաշտոնական բողոք գրում Գրիշոյի դեմ։ Սակայն հաշվի առնելով այս երկրում Հունանի կապերն ու անօրինական ճանապարհով ձեռք բերված փողի ուժը, շատ քիչ է հավանականությունը, որ ոստիկանությունն իսկապես կձերբակալի և կպատժի նրա հանցագործ որդուն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ուր կգնա տնից հեռացած և լքված Լեան։ Եվ արդյոք Լեոն երբևէ կփոշմանի նրան այսքան դաժան մերժելու համար։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։